Ուր են գնում մահացած երեխաների հոգիները։ Երկրի վրա ամենամեծ ողբերգություններից մեկը մանկան կորուստն է։ Այդ ցավը ոչ մի խոսք չի կարող ամբողջությամբ սփոփել, բայց յուրաքանչյուր ծնող, յուրաքանչյուր ընտանիք մի հարց է տալիս. ուր է հիմա իմ երեխան։ Ինչ է տեղի ունենում նրա հոգու հետ։ Այս տեսանյութը չի փորձում ամբողջությամբ սփոփել կորստի ցավը, այլ տալ հույս, այն հույսը, որը գալիս է ոչ թե երևակայությունից, այլ Աստվածաշնչից, եկեղեցու 2000-ամյա վարդապետությունից և քրիստոնեական մտածողության ճշմարիտ ավանդությունից։ Այս տեսանյութում կուսումնասիրենք, թե ինչ է ասում այս հարցի մասին Աստվածաշունչը, ինչ են վկայել եկեղեցու հայրերը, որն է քրիստոնեական եկեղեցիների միասնական դիրքորոշումը և ինչ են գրում ժամանակակից քրիստոնյա հետազոտողները։ Իսկ մինչ այդ բաժանորդագրվեք ապոլոգիա կենտրոնալիքին, որպեսզի բաց չթողնեք մեր հետագա տեսանյութերը։ Աստվածաշունչը բառացի չի տալիս մեկ նախադասությամբ ձևակերպված պատասխան, ինչ է լինում երեխաների հոգիների հետ մահից հետո, բայց այն տալիս է 3 հիմնարար ճշմարտություն, որոնց վրա կառուցվել է քրիստոնեական ամբողջ համաձայնությունը։ Երեխաները Աստծո առաջ են կանգնում անմեղությամբ։ Թողեք այդ մանուկներին և մի արգելեք, որ ինձ մոտ գան, որովհետև այդպիսիններինն է երկնքի արքայությունը։ Հիսուս Քրիստոսը չի ասում կդառնա նրանցը, այլ նրանցն է, այսինքն մանկության վիճակը մաքրության, պարզության, խոնարհության վիճակ է։ Աստված չի պատժում այնտեղ, որտեղ չկա գիտակցված մեղք։ Ով մեղանչի, հենց ինքն էլ պիտի մեռնի, իսկ որդին հոր մեղքի տակ չպիտի ընկնի, ոչ էլ հայրը իր որդու անիրավությունների։ Երեխաները պատասխանատվության չեն ենթարկվում այն մեղքերի համար, որոնք իրենք չեն գործել։ Աստվածաշունչը հայտնում է, որ Աստված հատուկ խնամք ունի ամենափոքրերի հանդեպ։ Զգույշ եղեք, չարհամարեք այս փոքրիկներից որևէ մեկին։ Ասում եմ ձեզ, որ նրանց հրեշտակները երկնքում մշտապես տեսնում են իմ երկնավոր հոր երեսը։ Այս խոսքը դարեր շարունակ մեկնաբանվել է հետևյալ կերպ. երեխաները գտնվում են ուղղակի աստվածային ներկայության ներքո, իսկ նրանց հոգիները անմիջական հաղորդակցություն ունեն Աստծո հետ։ Եկեղեցու հայրերը միաբերան հաստատում են, որ երեխայի հոգին անմեղությամբ ընդունվում է Աստծո առաջ։ Մանուկը չի տուժում իր մահից, բայց ընդունվում է դեպի խաղաղություն, որտեղ չկա մեղք և որտեղ չկա դատաստան, որովհետև նա ոչ մի մեղք չի գործել։ Հովհան Ոսկեբերան։ Մանուկը մահանալով չի պատժվում, որովհետև նա որևէ բարոյական ընտրություն չի կատարել։ Նրա մահը պարզապես տեղափոխում է նրան ավելի խաղաղ վիճակ։ Գրիգոր Նյուսացի։ Մի ողբա նրա համար, ով անցավ այս կյանքից առանց մեղքի ու անմեղությամբ մտավ Տիրոջ խաղաղության մեջ։ Նա ժամանակից շուտ գնաց դեպի մի տեղ, որտեղ չկա ցավ և չկա տանջանք։ Ամբրոս Միլանեցի։ Այս հարցի շուրջ քրիստոնեական բոլոր եկեղեցիների դիրքորոշումը սա է։ Եկեղեցիները միաբերան չեն ընդունում, որ որևիցե մանուկ դատապարտվում է։ Աստծո արդարություն ու սերը հակասում է այդ գաղափարին։ Կարծիքները տերմիններով կարող են տարբեր լինել՝ երկնքի արքայություն, խաղաղության վայր, Աստծո գիրք, բայց բուն համոզմունքը նույնն է՝ երեխայի հոգին հավիտենության մեջ ապահով է։ Ժամանակակից աստվածաբաններն ու քրիստոնյա մտածողները նույնպես միաբերան հաստատում են նույն միտքը։ Երեխաները չեն կարող դատապարտվել, որովհետև չունեն բարոյական պատասխանատվություն։ Աստված լինելով աշխարհի ամենաարդար դատավորը, չի դատում նրանց, ովքեր չունեն բարոյագիտական հասունություն։ Ամփոփելով, երեխայի մահը մարդու կյանքի ամենախորը ցավն է, բայց այդ ցավի հետևում գոյություն ունի մի ճշմարտություն, որը ժամանակը չի մարում։ Երեխաների հոգիները մաքուր են, և Աստված երբեք չի թողնում մաքուրներին։ Սա անտեսանելի է մեր աչքին, բայց իրականություն է։ Նրանք այժմ այնտեղում են, որտեղ ոչ մի վտանգ չի ասնում, ոչ մի արցունք չի օսում, և եթե այսօր կորստի ցավից ձեր սիրտը ծանր է, հիշեք, երեխաները չեն կորում, նրանք պարզապես շտապում են երկինք մեզանից առաջ։ Մի օր, երբ ավարտվի կյանքի այս ճանապարհը, արդարները նույնպես կմտնեն այն նույն դռնով, որտեղով անցել են նրանք, և այդ օրը, երբ կյանքը հաղթի մահին և սերը ցավին, ծնողները կրկին կտեսնեն իրենց երեխաներին, ոչ թե որպես հիշողություն, այլ որպես հավիտենական ներկայություն, ոչ թե տխրությամբ, այլ անսահման ուրախությամբ։